Երվանդաշատ Կառույց Երվանդ իր քաղաքն ու Երվազնալ իր մեհյան, հսկասյուներ խոյագլուխ Մասիսի պես շողացին։ Դանիել Վարուժան Երվանդ վերջին թագավորը մեր թվարկությունից առաջ 220 թվականին գահ բարձրանալով ձեռնարկում է հսկայածավալ շինարարություն։ Նախ Այրարատյան նահանգի Երասխաձոր գավառում, ուր Արաքսը և Ախուլյանը միախառնվում են, բլրի վրա կառուցում է նոր մայրաքաղաք Երվանդաշատը։ Մայրաքաղաքի տեղափոխության հիմնական պատճառը խորենացին համարում է Արաքսի հունի փոփոխումը, որի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։ Եվ ձմեռն երկարելիս, երբ հյուսիսային ցուրտ քամիներ էին փչում, վտակը սառչում էր բոլորովին, և թագավորանիստ տեղի համար խմելու բավական ջուր չէր ճարվում։ Սրանից Երվանդը նեղվելով, մանավանդ ավելի ամուր տեղ փնտրելով, արքունիքը տեղափոխում է դեպի արևմտյան կողմը։ Բայց այս տեղափոխությունն ավելի շատ ռազմաքաղաքական բնույթ ուներ։ Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոպ և ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի Երվանդաշատի պաշարման դեպքում հնարավոր լինի գետից ջուր ստանալ։ Երվանդի գահը երերուն էր, և դավադիրներից զգուշանալով նա միջնաբերդում բազմաթիվ գաղտնի որոգայթներ է շինել տալիս։ Երվանդի բուռն շինարարությունից 21 դար հետո հայ ճարտարապետության անխոնջ հետազոտող, մեծանուն գիտնական Թորոս Թորամանյանը գրել է. «Ավերակները մինչև այժմ գոյություն ունեն և զարմանք են պատճառում այցելուին ոչ միայն դիրքի ամրության համար, այլև բերդապարիսպի մեջ բազմաթիվ բնակության բաժանումների համար, որ կնշանակե, թե Երվանդն իր ապահովության համար ինչքան համակիրներ հավաքել էր այդ ընդարձակ բերդին մեջ։ Բերդապարիսպները նախաքրիստոնեական ձևով անշաղախ վիթխարի որցաքարերով շինված էր, սակայն մի առավելություն ևս ուներ, որ բոլոր քարերը միմյանց կապված էին երկաթով։ Պետք է ասել, որ հին քաղաքից մի քանի նմուշներ մնացած են ստորոտում, որոնք ամուր որցաքարով շինված են, վիթխարի քարերից դռան բարավորներ կամ բնակարանների մուտքի համար, միայն թե այլևս վրաները ծածկույթ չունեն»։ Երվանդը նոր մայրաքաղաք է տեղափոխում արքունի ողջ հարստությունն ու Արմավիրի բնակչության մի մասը։ Թագավորից դժգոհ էին նախարարներն ու ժողովուրդը, և երկյուղ կրելով, որ զոհաբերությունների ու հեթանոսական տոների ժամանակ անհնարին կլինի ապահովել իր անվտանգությունը, Երվանդը մեհյանների գանձերն ու աստվածների արձանները տեղափոխում է Բագարան։ Նոր մայրաքաղաքից մի փոքր հյուսիս նա կառուցում է նաև Երվանդակերտ դաստակերտը։ Այստեղ էին բնակվում թագավորի ընտանիքը, մերձավորները, թիկնապահներն ու սպասավորները։ Արքունի այս ձեռակերտի մասին խորենացու նկարագրությունը նրա պատմության ամենագողտրիկ էջերից է։ Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չեքնաղ հորինվածքով, որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս ոլորակը, իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին, իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությունը, իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան իր երկու շրթունքներով։ Շուտով քաղաքական լարված պայմաններում ծագեց Արտաշեսի պատերազմը Երվանդի դեմ։ Այն հրահրեց Սելևկյան Անտիոքոս III թագավորը,
որը ցանկանալով Սելևկյան գերիշխանությունը վերահաստատել փոքր Ասիայում, ջանում էր վերջ տալ Հայաստանի անկախությանը։ Արտաշեսը Անտիոքոս III-ի զորավարներից էր։ Նա մեր թվարկությունից առաջ 201 թվականի գարնանը պատերազմ է սկսում Երվանդի դեմ։ Երվանդը շտապ զորք է գումարում, օգնություն ստանում Վրաստանից, Միջագետքից ու Կեսարիայից։ Չբավարարվելով դրանով, վարձկանները հրավիրում, առատորեն վարձատրում հայոց նախարարներին, որ օրհասի պահին չլքեն իրեն, բայց շատերն են անցնում Արտաշեսի դրոշի տակ։ Ճակատամարտը տեղի է ունենում մայրաքաղաքից 300 ասպարեզ հեռու, Երվանդավանի մոտ։ Պարտություն կրելով, Երվանդը թողնում է զորքը, տարբեր իջևաններում ձի փոխելով հասնում է իր մայրաքաղաքը և փակվում այնտեղ։ Գիշերելով Երվանդի լքած վրանում, Արտաշեսը հաջորդ օրը շրջափակում է Երվանդաշատն ու Երվանդակերտը։ Պաշարվածները անձնատուր են լինում, և Արտաշեսի զինվորներից մեկը վաղրով սպանում է Երվանդին։ Այնուհետև գրավվում է նաև պետության պաշտամունքային գլխավոր կենտրոնը՝ Բագարանը։ Կարծես թե իրականանում էր Սելևկյանների ձգտումը՝ վերացնել Հայաստանի անկախությունը։ Հայոց աշխարհի արևմտյան մասում ռազմավարչական կառավարիչ է նշանակվում Զարեհը, իսկ արևելյանում Արտաշեսը, բայց իր հաշիվներում Անտիոքոսը սխալ դուրս եկավ։ Շուտով Արտաշեսը Հայաստանն անկախ հռչակեց, դառնալով արտաշիսյան հարստության հիմնադիր։ Նա կառուցեց հայոց 4-րդ մայրաքաղաքը՝ Արտաշատը։ Երվանդի մայից հետո էլ գոյատևեցին նրա կառուցած քաղաքները։ Մինչև 4-րդ դարը Երվանդաշատը Հայաստանի խոշոր քաղաքներից էր, բայց Պարսից Շապուհ II-ի զորքերը, ինչպես Փաստոս Բուզանդն է գրում, առան Երվանդաշատ մեծ քաղաքն էլ, այստեղից դուրս բերին 20,000 տուն հայ, իսկ քաղաքը հիմնահատակ կործանեցին։ Հետագայում Երվանդաշատը անշքանալով վերածվում է փոքրիկ բնակավայրի։ Երվանդաշատը և Երվանդակերտը չեն պեղվել և չեն ուսումնասիրվել։ Մինչև այսօր էլ Բաղրամյանի շրջանի Երվանդաշատ գյուղի մոտ պահպանվել են նրա պարիսպների, տարբեր շինությունների, ճարտարապետական համալիրների հետքերը, միջնադարում կառուցված 2 եկեղեցու փլատակները և խաչքարեր։ Արքունի ամրոց Երվանդակերտին նույնպես բախտը չժպտաց։ Որոշ ժամանակ դառնալով կամսարական նախարարական տան սեփականությունը, նա նույնպես կիսեց Երվանդաշատին հասած օրհասներն ու ճակատագրի հարվածները։ Ախուրյան գետի 2 ափերին պահպանված պարիսպների ու պալատների ավերակները միայն տխուր խորհրդածությունների առիթ են տալիս։ Բոլորովին այլ կերպ դասավորվեց Բագարանի ճակատագիրը։ Նրան վիճակված էր դառնալ հայոց 8-րդ մայրաքաղաքը։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյանը։